Ադրբեջանում 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն ու մյուս գերիները։ Վերջինը հրապարակվեց նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Դրանից 10 տարին նախկին պետնախարարը պիտի անցկացնի ադրբեջանական խիստ ռեժիմի բանտում։ Վարդանյանի ընտանիքն ու միջազգային փաստաբան Ջարեդ Գանսերը կեղծ են որակել այս մեղադրանքներն ու շեշտել, որ սա արդարադատության ծաղր է հիշեցնում։ Armenia Today նկարահանող խումբը հարցում է անցկացրել քաղաքացիներից հետաքրքրվելով, թե հնարավոր համարում են, որ Հայաստանի իշխանությունները բանակցեն ու ազատեն նրան եւ մյուս գերիներին, այդ թվում Արցախի նախկին ղեկավարներին։ Չեմ կարծում։ Ինչու՞։ Իրանց վարած քաղաքականությունը ես դնում եմ լրիվ ուրիշ կոնցեպցիայի մեջ, ասենց ասեմ։ Դե խաղաղության մասին են խոսում։ Հնարավոր է խաղաղություն, երբ գերիներ ունենք այնտեղ։ Ну, ժամանակավոր հնարավոր է, բայց տենց ստաբիլ խաղաղություն ունենալու համար դու պետք է հազար բանակ ունենաս, պետք է հազար տնտեսություն ունենաս ու մի շարք էլի գործոններ կան։ Առանց դրա շատ բարդ է լինելու տևական ժամանակով։ Չեմ կարծում, թե այս պահին բանակցություններ չեն ընթանում, իսկ թվում է բանակցությունները դա հեշտ process չի ու դա միշտ է process-ի մեջ, դու ուղղակի ամեն ինչ չի որ լուսաբանվում է։ Ոնց հնարավոր է չմտածենք մեր հայրենակիցների մասին։ Երևի չէ, որովհետև ավելի շատ ձգտում են այդ խաղաղության պայմանագիրը կնքելուն ու հարմարվում են այն դրության հետ, ինչ Ադրբեջանն առաջարկում մեզ։ Շատ ցավով եմ լսել, շատ ցավով ափսոսում եմ։ Մեջներից ամենալավ մարդինքներ։ Իսկ ինչ է կարծում, Հայաստանի իշխանությունները կբանակցեն, որպեսզի նա ազատ արձակվի եւ մյուսները։ Մեծ բան հարցրեցիք, որ թողանեն միջև նոճի չեն անում։ Թող մի հատ գոնեն են ցել ակնարկեն, որ մենք զգանք կողքներս կանգնած են։ Ծանր թեմայի ասում իմ հոգին փոթորկված է այս թեմայի շուրջ։ Դուք էլ լավ գիտեք, որ չեն բանակցի։ Ինչու չեն բանակցի։ Որտեղ շատ չտարածվեմ, շատ չխոսեմ, որտեղ փորձելու եմ եթերային բառապաշարով արտահայտվեմ։ Թերքական քարոստանող իշխանությունը չի կարող հայ մարդուն ազատի։ Մի անկախ մեր վերաբերմունքից ցավալի է, էլի հայ մարդը Բաքվի բանտում պետքա չլինի։ Օրինակ խոսում են խաղաղությունից, ասում են խաղաղություն է լինելու, ստորագրում են, հանդիպում են, հնարավոր է գերիներ ունենալ թշնամի երկրում եւ իրենց խաղաղություն հաստատել։ Իմ մոտ գենետիկ անհամատեղելիություն կա այդ ազգի հետ, երևի սուբյեկտիվ կլինի։ Իմ հորական պապիս հայրը Մշո առաքելոց վանքի են 37 ազատամարտիկներից է եղել, որ թուրքի դեմ կռվել է։ Ու մենք պատմականորեն մեր գեներով, ես գոնե իմ գեներով պատկերացնում եմ, որ անհնար է Թուրքի հետ խաղաղություն լինի։ Թուրքի հետ խաղաղությունը ներկա օրվա իշխանությունը պահելու համար ընդհանրապես իմ կարծիքով։ Դե պարտավոր են բանակցելու, որտեղ հայ են այդ մարդիկ։ Ինչքան չլինի մեր հայի պատիվն է դա։ Բանակցեն, դա երկրորդ հարցն է։ Առաջերտին ես ինքս վրա ներդրում, ես պատկերացնում եմ, որ Հայաստանը իմ թիկունքին կանգնած է, մենք իմ այսօր ինչ ենք անում։ Մենք ահա որ մի բան ենք անում։ Ամեն մի հայ մարդ պետք է պատկերացնի, որ պետություն ունի։ Մենք ցույց ենք տալիս, որ պետություն չունեն, գոյություն չունի։ Դրա համար պայքարել է, բոլորս պիտի պայքարել, ոչ թե մենակ Վարդանյանը բոլորի համար։ Այնտեղ նույնիսկ եթե վատն է, լավն է, կարևոր չի։ Հայ մարդիկ են, նրանց համար պայքարել է պետք։ Ես կուզենայի էլ եմ ասում, բան չի, պատահական չէ, քաղաքականության հետ կապ չունեմ, հայ մարդ են, ես սիրում եմ իմ հայրենիքը, բոլոր հայերին։ Եմ նույն ժամանակ ուզել եմ բոլորը պայքարել, ազատել այդ մարդկանց։ Թուրքին համոզել մի քանի անգամ ավելի հեշտանում, քան մենք մեզ։ Իմ կարծիքով երևի կվարեն ու վարում են։ Դա ոչ մի բան չեն անի, Հայաստանի իշխանությունը, այսքան վաղ չեն արել, չեն էլ անի։ Երևի այդպես չեմ կարող ասել։ Մինչ այս զգացել եք, որ բանակցեն կամ նկատել եք նման բան։ Դες ճիշտ ասած ժամանակ չի լինում, որ ասենք նայեմ տենամ բան, բայց դա ինձ թվում է կլինի էլի։ Իհարկե կբանակցեն։ Ես հավատում եմ։ Իհարկե որ։ Ինչու։ Դե բանակցեին կբանակցեին։
Կարծում եմ, այո, փորձը ցույց է տալիս, որ այո, ամեն ինչ ժամանակի խնդիր է, որովհետև նույն գերիների պահովել էին, չէ՞ ասում, գերիների համար ոչինչ չեն անում եւ այլն եւ այլն։ Նու դա ժամանակի հարցը շատ նուրբ հարց է, որ այդպես չես կարելի, ես ուզում եմ եւ վերջ։ Ինձ թվում է մեր իշխանությունները նախ ամեն ինչ անում են ու անելու են, այլ հարց է, ինչ արդյունք կունենա, բայց որ անելու են, ես դրանում վստահ եմ։ Պրոստե հետաքրքիրն է արդյունքն է կարևոր, չէ՞։ Միգուցե չստացվի, միշտ չի որ մեր փորձարկումները, մեր արածները արդյունքի են հասնում, բայց ես վստահ եմ, որ մեր իշխանությունները անում են ու անելու են ամեն ինչ։ Դե Ռուբեն Վարդանյանի համար մի քիչ դժվար է, որովհետև Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացի չի, այլ երկրի քաղաքացի է, ճիշտ է Հայաստանի համար արել ինչ արել է, բայց ամեն դեպքում ինքը Հայաստանի քաղաքացի չի։ Իր պահով դժվար է։ Նրանք էլ չճանաչված երկրի քաղաքացիներ են, այսպես ասած, չճանաչված տերիտորիայի քաղաքացիներ են։ Դա էլ իր դժվարություններն են միջազգային հարթակներում, որ իրանք կարողանան ինչ-որ բան ներկայացնել։ Եթե ժամանակին ճանաչեին, ստատուս տային որևիցե, գուցե այսօր ավելի հեշտ լիներ այդ ամեն ինչը, բայց դա էլ է բարդացնում գործընթացը։ Եթե հարցը նրանում նա կանեն, թե չէ, վստահաբար կարող եմ ասել, այո, կանեն ամեն ինչ, արդյունքն էլ կտեսնենք, կամ կստացվի, կամ չէ։ Հա, որ ուզենախի չի անում։ Բայց չի ուզում, թե չի անում։ Թե անում է։ Երևի անում է։ Պետք է որ մեր հայրենակիցներն են, հիմա ինչ որ եղել է, թող այստեղ բերեն, փրկեն, մեղքեն, դա չէ որ դրանք մերն են, չէ։ Նա իրենց մարդասպաններին հերոսացնում է, Ազիզ ջան։ Այդպես կարելի է։ Ընդհանրապես չի կարելի այդպես։ Խաղաղության մասին է խոսում, ասում են խաղաղություն է լինելու Ադրբեջանի հետ։ Բայց ուզում է խաղաղություն արդյոք։ Ես չեմ հավատում։ Թուրքը կյանքում խաղաղություն չի ուզել, դա միշտ էլ հայի արյունն է ուզել խմել։ Միշտ զգոն է պետք դիմել, զգոն։ Կասկածում եմ։ Չեմ կարծում, չեմ բանակցում։ Անպայման։ Եվ բանակցում եմ։ Ում հետ են բանակցում։ Խնդրում եմ, էլ մի երկարացրեք։ Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցում եմ։ Մեր եթե ուրիշներն ասում են չէ, դասում թե։ Լավ կլիներ անել, քանի որ նոյեմբերի 9-ի պայմանագրով այդ գերիները պետք է վերադարձվեն, բայց մեր ներկա կառավարությունը ոչինչ չի անում, երևի թե ցանկություն չունի անելու, պայմանավորված Ադրբեջանի հետ ինձ տենց է թվում։ Իրանք տենց գնում են առաջ։ Գիտեմ, որ Ռուբեն Վարդանյանը ինքը Ռուսաստանի բնակիչ է, դե քաղաքացիություն է, բայց դա եմ ասում, ես ընդհանրապես կոշկակար մարդ եմ, բայց պոլիտիկայով մի քիչ հետաքրքրվել եմ, տեսնում եմ, որ այստեղ գնում է ինչ-որ մի Ադրբեջանի մեկ էլ Հայաստանի հանդեպ ինչ-որ մի հատ վկուպ, որ ասենք կարողանան այդ մարդին առնել։ Մի թե հետեով կառնի, Ռուսաստանը ինքը չի առնի, Ռուսաստանը իր գումարները կվայելի, բայց Հայաստանի վրա է անգնում, ինձ պրոստը ափսոսում եմ մարդին։ Մի թե ինքը ինչ արել ընդ ես չգիտեմ, ինչ ճանապարհներ է բացել, ոնց է արել, ինչ է արել։ Բայց Հայաստանի իշխանությունը կբանակցի, որպեսզի Ռուբեն Վարդանյանը եւ մյուսները Բայց ինչքան գիտեմ, ուզում է տեսվի բանանի։ Ով է ուզում։ Ինչ որ տես խոսակցություն լսել եմ, չգիտեմ, եթե Փաշինյանի բերանի չեմ լսել, բայց լսել եմ, որ ինչ որ ուզում են ձեռնարկեն տեսվի բան, բայց արդյոք դա կստացվի իրանց մոտ։ Բայց մենակ Ռուբեն Վարդանյանը չի, մարդկա որ բաժին են տվել։ Իրանց տվել են բոլորի մասին։ Հա, բայց իմը Ռուբեն Վարդանյանի, եթե դուք ուզում եք իմ կարծիքը իմանալ, ես կուզեի, որ ինքը ազատվեր։ Հա, բայց արդյոք դա կլինի թե չէ, բայց եթե իմանա, որ ասենք թե իմացա Ռուբեն Վարդանյանն ազատվեց, ու եկավ այս իշտեղը հանդիպեց։ Ես կգնայի կմասնակցեի, որտեվ այդ մարդին, որ նայում եմ դատի ժամանակ, զգում եմ, որ իր աշկերը խորամանկ աշկեր չի, սովորական մարդի աշկերը, ապերիստ աշկը զգացվում է, ես չեմ ուզում ասել ում աշկերը, բայց կան, եղել են ու կան, այսօրվա դրությամբ էլ ընտրության մեջ ուզում են մասնակցել։ Դա արդեն իրանց գործն է, ես չեմ կարող ոչինչ ասեմ, կարողանան, կարողա ոչ։ Չեմ կարող ասեմ։ Ստում հա։ Եթե ցանկանան աշխատեն, ազատ։ Բայց ունեն ցանկություն։ Մեր մարդկանց ազատելու ոնց կարող է չեմ ասում։ Ցանկալի է որ բանակցեն, որտեվ հայ Ադրբեջանում ցանկալի չի որ մնա։ Թող պատժի, բայց իր երկրում պատժվի, ոչ թե Ադրբեջանում։ Ինչու՞ չէ, եթե մտերին դրեն ամեն ինչ կարող են անել։ Բայց արդյոք ուզում են անել։ Չէ, հələ որ չէ։ Ոչ։ Չեն բանակցի։ Ինչու՞։ Իրանց տենց հապատք։ Չէ, ինձ թվում է, չեն խոսա։
Հաստատ չեն խոսում։ Չգիտեմ։ Այդպես տպավորություն է իրացից։ Հաստատ չեն խոսա։ Չեմ կարող ասել կբանակցեն թե ոչ, զուտ որպես կարծիք եթե հարցնեք, պիտի բանակցեն։ Շատ սխալ է։ Իշխանությունները Հայաստանի կբանակցեն Ադրբեջանի հետ որպես Հայաստանի իշխանները եշից բետարին։ Մինակ անժնենակարճ։ Եթե նա շնորհք ունի, այդ բանը չելնի։ 92 թվից 93 թիվը մասնակցել, այսա դոկումենտը, բայց չեն գնահատում։ Լքում են ու լափում են։ Այսինքն Ադրբեջանի Ազատ թուրքը մեղավոր չի։ Ես գրամ 100%-ով ապացուցի, թողան գնանք։ Թե Ստեփանակերտ, թե ստե։ Լրի մի հատիկ ստե գրած է դոկումենտներս։ Հայնա մեղավոր։